Դոկ կուսակցությունը առաջարկել է վարչապետ դոկին։ Դա նշանակում է, որ մենք դրան համաձայն ենք եւ դրան աջակցել ենք։ Եթե մեկը հարցեր ունի, թող նա վրան սարճ ու լցնի։ Մի քիչ իմ ուսումնասիրությունն ասեմ։ Դոկին մեղադրում են, ասում են, Երևանի ընտրությունների ժամանակ ինքը աջակցեց կամ իր թիմակիցները աջակցեցին գործող իշխանության։ Ես ուզում եմ բոլորիդ բացատրեմ։ Եթե դոգը դրան համաձայն է, իրան պետք չէր լինի նորից կուսակցություն բացել։ Հենա այդ Երևանում այդ կուսակցությունը, որ մասնակցել էր, օգտագործել իր անունը եւ դարել էին քաղաքապետարանում, ինչ որ դեպուտատ են կոչվում, չգիտեմ ինչ են կոչվում։ Հենա այդ նույն մարդկանց հետ ինքը կմասնակցեր այս ընտրություններին շատ ավելի ուրիշ դիրքերից։ Ես ինչ եմ տեսնում դրա մեջ։ Այդ մարդը չի դադարեցնում պայքարը։ Այսօր գտնվելով ամերիկյան փաստացի մեկուսարանում, բանտում, որտեղ իրան զրկել են ամեն ինչից, ինքը պայքարը շարունակում։ Իր այդ խոսելուց ինքը ես հարց տվեցի, ասի ամերիկացիները որ ճնշեն կարողա դու ինչ որ քայլ անես, որ հակառակ լինեն գաղափարախոսության, ասեց երբևիցե ճիշտ ասած հավատում եմ։ Այդքան ճնշումներին դիմացող մարդը չի կարող հարգանք չառաջացնել։ Ու ասեմ ձեզ, ոչ ես, ստե ինձ էլ են հարցնում, ասում, բա պարոն Կարապետյան, դուք ինչ պաշտոն է, այ մարդ, մենք պաշտոնի համար չենք ուզում։ Փառք Աստծո, սաղ կյանքս պաշտոններ եմ զբաղեցրել։ Ճիշտ է, մարտական, ինձ պաշտոններ չի եղել, ունեն ժամանակներ չի եղել, որ գամ նստեմ, ասեք ուրիշների նման վայելեմ։ Չէ։ Մենք պաշտոնի համար չենք, հավատացեք, հիմնական այդում դոկի ցանկությունը չի, որ հենց պաշտոնի համար, չէ, մենք պայքարում ենք մեր երկրի համար։